Բարի կեսօր սիրելի հեռուստադիտողներ, արվեստից չենք հեռանում։ Դեկտեմբերի 13-ին մեծանուն նկարիչ Հակոբ Կոջոյանի ծննդյան 142-ամյակն է։ Այդ կապակցությամբ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Կոջոյանը Կոջոյանցիների աչքերով ցուցահանդեսի բացումը։ Այժմ մեր տաղավարում Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է։ Բարի առավոտ, Տիկին Երեմյան, ուրախ եմ, որ ձեր առավոտը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ եմ ուրախ ձեզ հետ օրը սկսելու համար։ Ինչպես է տրամադրությունը, սովորաբար ինչպես եք ձեր առավոտները մեկնարկում։ Սովորաբար իմ առավոտները մեկնարկում եմ 1 գավաթ սուրճով, այնուհետև ժամը 8-ից լինում եմ աշխատավայրում։ Այսօր երևի եզակի օր է, որ եկել եմ ձեզ մոտ եթերի, շնորհակալ եմ։ Հրաշալի է, մենք ձեզ գործից կտրում ենք, թե ավելի դրական կերպով է անդրադառնալու գործը սկսելու։ Ես կարծում եմ այսօրվա մեր հանդիպումը հենց կապված է մեր արած գործի հետ, այն աշխատանքի հետ, որը մենք անում ենք ամենօրյա աշխատանքային ռեժիմով, բայց այսօր խոսելու ենք նաև դրանց մասին։ Այո, եւ ես կուզեի մինչ ցուցահանդեսին անդրադառնալը, միջոցառմանն անդրադառնալը խոսեինք հենց կրթահամալիրի գործունեությունից, ինչ վիճակում է կրթահամալիրը այս պահին, ինչ նորություններ, ինչ հաջողություններ կան։ Շնորհակալ եմ հարցի համար, Հակոբ Կոջոյան կրթահամալիրը մեծանուն նկարչի անունն է կրում եւ բնականաբար մասնագիտացված հանրակրթական դպրոց է, շատ լավ վիճակում է, մենք պատրաստվում ենք տեղափոխվել մեր հիմնական շենք, մեր քառամյա, գուցե հաջորդ տարի արդեն ասենք հնգամյա դեգերումները մեր հիմնական շենքից դուրս ավարտվում են եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի շնորհիվ ունենալու ենք հրաշալի շենք, որտեղ նկարող շուրջ 500 եւ ավելի սովորողները կզբաղվեն ստեղծագործական բոլորովին նոր որակի աշխատանքներով։ Դպրոցը շարունակում է իր բնականon կյանքը, զարգանում է, ընդլայնում է իր կապերը, հնարավորությունները եւ այն սերունդը, որ ավարտում է Կոջոյան կրթահամալիրը, իր գույնն ու երանգն է բերում Հայաստանի Հանրապետությանը բոլոր ոլորտներում։ Ինչպիսի հետաքրքրություն կա այսօր նկարչության ոլորտի նկատմամբ, արդյոք բավարարում են ընդունելության արդյունքները ձեզ։ Գիտեք, շատ մեծ է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ առհասարակ։ Եթե մենք միայն չեմ ուզում առանձնացնել բուհերը, որովհետև բոլոր բուհերում էլ մեր սովորողները դիմում են գրեթե բոլոր բուհերը, ընդունելության քննություններն անցնում են մրցութային կարգով, այսինքն մեկ տեղի համար ոչ թե մեկ դիմորդ է, այլ կան բուհեր, որտեղ 10 դիմորդ կա մեկ տեղի համար։ Դա նշանակում է, որ մշակութային կրթությունը, արվեստի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է զարգանալ եւ մեր կյանքում պահանջված մասնագիտություններ կան, որոնք երիտասարդները բաց չեն թողնում։ Այդ իմաստով ես չէի ասի, որ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը պակասել է, այլ հակառակը։ Ավելացել է, ինչը որ հրաշալի է։ Այո։ Խոսենք նաև ցուցահանդեսից, ինչ նկարներ են ցուցադրվելու, արդյոք դրանք նախորդի ցուցադրություններում արդեն ցուցադրվել են, թե բացառիկ են, նոր են այս առումով։ Նախ ուզում եմ ասել, որ սա այս ձևաչափով մեր առաջին համագործակցությունն է Հակոբ Կոջոյան եւ Արա Սարգսյան տուն-թանգարանի հետ։ Ինչու՞։ Որովհետև մենք երկար տարիներ դա արել ենք մեզ համար, առանձին նշել ենք Կոջոյանի ծննդյան օրը, բնականաբար մեր սովորողները այցելել են թանգարան, ունեցել ենք ներսում փոքրիկ ցուցահանդեսներ, բայց այս տարի որոշեցինք մեծ ցուցահանդես անել եւ դա անել հենց Վարպետի թանգարանում, ցույց տալու համար սերունդների կապը։ Ինչու ցուցահանդես, որովհետև Կոջոյանը հայ մշակույթում առանձնահատուկ տեղ ունի։ Կոջոյանը ֆանտաստիկ գեղանկարիչ էր, մեծ գրքի ձևավորման վարպետ, գրաֆիկ, չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակներից մեկն էր։ Կոջոյանը առանձնահատուկ տեղ ունի հայկական արվեստում եւ նաեւ այստեղ մենք
երբ որ այցելում ենք Հակոբ Կոջոյան եւ Արայա Սարգսյան թանգարան, միշտ այսպես սրտի ցավ ենք զգում, որովհետեւ այս մշակութային օջախը դեռևս վերանորոգված չէ, եւ երբ որ մենք գնում ենք, տխրում ենք, որովհետեւ այնքան էլ շատ չեն այցելուները։ Կարծես թե Կոջոյանի տաղանդի նկատմամբ եւ Արայա Սարգսյանի չմոռանանք, որ մեր մյուս մեծանուն տաղանդավոր քանդակագործ մոնումենտալ քանդակի հիմնադիր վարպետն է, այնքան էլ մեծ չէ հետաքրքրությունը։ Մենք այս տարի որոշել ենք մեր փոքրիկ լուման ներդնել, որպիսի հայ հանրությանը, մեր անչափահասներին, դպրոցներին, մշակութային գործիչներին ասենք, որ ճիշտ ժամանակն է մեծ ուշադրություն դարձնելու Կոջոյանի եւ Արայա Սարգսյանի տուն թանգարանին եւ դա դարձնել այն օջախները, որտեղ պիտի սերունդները անընդհատ գնան, որովհետեւ մենք նրանցից շատ բան ունենք սովորելու։ Ինչ վերաբերում է աշխատանքներին, ստեղծագործություններին, որ մենք պիտի ցուցադրենք, ոչ, դրանք երբևէ չեն ցուցադրվել, սա նոր աշխատանքների ցուցադրություն է լինելու բավական գրավիչ է եւ հենց Կոջոյանի մոտիվներով, կոջոյանական ոճով, Կոջոյանը նորովի, նոր սերնդի աչքերով, այսինքն ինքը լինելու է հետաքրքիր, նոր եւ յուրահատուկ։ Հետաքրքիր է նաև խորագիրը ընտրված, Կոջոյանը կոջոյանցիների աչքերով, արդեն գաղափարը իր մեջ կրում է, կարծես խորագիրը ինչ որ դուք ներկայացրիք։ Այո, որովհետև կոջոյանցիները պիտի հենց Կոջոյանին դիտարկեին եւ Կոջոյանը հենց իրենց աչքերով պիտի դիտարկեին, որովհետև 142 տարեկան պիտի լիներ Կոջոյանը, պատկերացրեք, խոսքը գնում է 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ եւ սերունդների ահռելի տարբերություն, բայց կան վարպետներ, որոնց պետք է անընդհատ արժևորել, կան ստեղծագործողներ, որոնց պետք է անընդհատ անդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է Կոջոյանին, մեր սաները պատվով պիտի կրեն նրա անվան դպրոցում սովորելու պատիվը, դա է եղել մեր կոչը, հորդորը եւ դրանով է, որ մենք ուզում ենք ներկայանալ հանրությանը։ Եվ հետո վարպետի կատարած աշխատանքները մնայուն են ու այս առումով ժամանակի մեջ տեղավորվող, այսինքն եթե մենք խոսում ենք 19-20, արդեն հիմա 21-րդ դար, միևնույն է արժեքային առումով իրենք նույնչափ կարևոր են 21-րդ դարում այնպես, ինչպես 19-ում կլինեին կարևոր։ Ես ձեզ հետ համաձայն եմ եւ չգիտեմ դուք օրինակ Հազարան Բուլբուլը հեքիաթը ում ձևավորմամբ եք առաջին անգամ ընթերցել, բայց երբ որ ես փոքր եմ եղել, ես առաջին անգամ հենց Կոջոյանի ձևավորմամբ եմ այդ գիրքը կարդացել եւ կան արժեքներ, որոնք ժամանակի քննությունն անցնում են։ Այո։ Եվ Կոջոյանը դրանցից մեկն է։ Հետաքրքիր է հենց այս ցուցահանդեսով մեկնարկում են Կոջոյանի 142-ամյակին նվիրված միջոցառումները, թե նախորդի վելի եղել են միջոցառումներ։ Ես թանգարանի գործունեությանը դժվարանում եմ անդրադառնալ, որովհետև չեմ տիրապետում իրենք ինչ են անելու, սովորաբար մեր մշակութային հաստատությունները հոբելյանական տարիներին են կազմակերպում այսպես շարքեր, բայց սա նրանց հետ մեր առաջին այս ֆորմատի մեջ համագործակցությունն է, ասեմ, որ թանգարանի տնօրենը շատ խանդավառված էր եւ սիրով համաձայնեց եւ ասեմ, որ Կոջոյանի գործերը մնալու են պատերին, մենք ներկայացնելու ենք մորբերտների վրա մեր աշխատանքները, որպեսզի նաեւ համադրելի լինի վարպետի եւ մեր սաների այսպես մտածողությունը, ճաշակը եւ աշխարհընկալումը կարողանանք հակադրել, համադրել, հասկանալ եւ գնահատել։ Սա մեր կողմից նախաձեռնած միջոցառում է, թանգարանի ծրագրերից տեղյակ չեմ։ Ես ինչպես արդեն ասացի, մեզ համար ավանդույթ է, մեր սաները ամեն տարի, հատկապես նոր ընդունված սաները, պարտադիր այցելում են Հակոբ Կոջոյան եւ Արայա Սարգսյան տուն թանգարան։ Կարծես դա նրանց երթման այցելությունը լինի, երթում մշակույթին, երթում այլ արժեքների, երթում գեղեցիկին, յուրահատուկին։ Մենք դրանով ենք սկսում։ Այս տարին որոշեցինք նաեւ բացի երթումը նաեւ հենց իրեն
մեր աչքերով վարպետին ներկայացնել, չգիտեմ իրենք այլ բան նախաձեռնում են թե ոչ, բայց ցուցահանդեսը ուղեկցվելու է նաև կենթանի դասական երաժշտությամբ, որը նույնպես մեր սաների կատարմամբ է լինելու։ Որքան է տևելու ցուցադրությունը։ Ցուցադրությունը այս պահի դրությամբ կտևի 10 օր, 10 աշխատանքային օր, եթե ցանկացողները, այցելուները շատ կլինեն, իսկ ես շատ եմ ուզում, որ Կոջոյանի տուն Թանգարանում այցելուները քանակը շատ լինի։ Ես ուզում եմ, որ մեր սերունդները գնան եւ տեսնեն այդ յուրահատուկ գրքի ձևավորման նմուշները, կարդան այդ գրքերը, Կոջոյանով ճանաչեն այդ հեղինակներին։ Ես հույս ունեմ, որ այն ավելի երկար կտևի։ Շատ լավ, ուրեմն սպասենք այդ դրական կողմին։ Իսկ սաների մոտ ինչպիսի ոգևորություն, էմոցիաներ էին, երբ ասացիք, որ նման բան եք պլանավորում եւ սաները անմիջապես կան, մասնակիցը պետք է դառնան ցուցադրության։ Ձեզ պիտի անկեղծ ասեմ, սա մեր սաների համար առաջին փորձը չի այս կամ այն ցուցահանդեսի մասնակցելու, որովհետև մենք անցյալ տարի մասնակցեցինք եւ փառահեղ ցուցահանդես արեցինք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված Հայ արտմշակութային կենտրոնում, ծրագիր իրականացրեցինք Երևանի քաղաքապետարանի հետ, 100-ամյակին էր նվիրված, բուկլետ հրատարակեցինք, այսինքն մեր սաները սովոր են դրան, մենք ամեն տարի տարեվերջին մեծ ցուցահանդեսներ ենք ունենում եւ այս տարի էլ բացառություն չէր, այս տարվա մեր ցուցահանդեսը, որը մայիսին էր, կրում էր ես Հայաստանի Հանրապետությունն եմ խորագիրը, այսինքն մեր սաների համար սա շատ աշխատանքային եւ սովորական մի տեսակ ստեղծագործական ընթացք է, այո, մեծ ոգևորություն կա, որովհետեւ գիտեք, մենք սովոր ենք օտար պետությունների հեղինակներին շատ անդրադառնալու, համաշխարհային արվեստի մեծություններին անդրադառնալու, բայց ժամանակը եկել է, որ առաջին հերթին նաև կարողանանք գնահատել մեր վարպետներին։ Շատ լավ, հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում ունենք մեծանուն նկարիչներ, որոնք մինչև օրս հիշվում են իրենց կատարած աշխատանքներով, ինչպես Հակոբ Կոջոյանը, հետաքրքիր է արդեն ոլորտին հստակ տիրապետելով ձեզ համար կան մերօրյա նկարիչներ, որոնց անունը միջազգային ասպարեզում թեկուզ տարիներ անց հնչելու է։ Գիտեք, շատ լավ հարց տվեցիք, եւ կան, եւ հնչում են, եւ մեր ստեղծագործողները ներկայանում են, եթե մենք հետևում ենք մշակութային դաշտին, մենք տեսնում ենք, թե որքան մեծ ներկայացվածություն ունեն մեր երիտասարդ ստեղծագործողները դրսում։ Հետո նայած մենք ինչ ենք հասկանում նոր ստեղծագործողներ ասելով, մենք ինչ ենք հասկանում համաշխարհային արվեստ, համաշխարհային արվեստի պատմություն ասելով, ժամանակները փոխվել են, դու այսօր կարող ես տանը նստած քո աշխատանքները ներկայացնել համաշխարհային հանրությանը։ Այդ իմաստով մենք խնդիր չունենք եւ երբ որ ես հետևում եմ հենց թեկուզ մեր սաների միջազգային հարթակներում ունեցած ցուցահանդեսներին, նրանց ներգրավվածությանը, ես հասկանում եմ, որ մենք այդ իմաստով խնդիր չունենք, բայց եկեք մի բան էլ հասկանանք, ում համար ենք մենք ստեղծագործում։ Ում համար։ Ի վերջո մենք ստեղծագործում ենք առաջին հերթին ինքներս մեզ համար։ Եթե դա հետաքրքիր է մարդկանց, ուրեմն արժեք է։ Եթե մենք կարողանում ենք կյանք պարգևել մեր գործերին եւ նրանք ապրում են, նրանք մնում են ժամանակի ու տարածության մեջ, ուրեմն դա արժեք է։ Այո, մենք ունենք երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր ստեղծագործում են, ովքեր վայելում են տարբեր հարթակներում մեծ հարգանք, բայց եկեք մի բան չմոռանանք, այսօր արվեստը շատ արագ է զարգանում, ինչպես մենք ենք դրսի վարպետներին ճանաչում, ստեղծագործողներից սովորում, վերցնում, այնպես էլ նրանք են մերոնցից սովորում, մեզ թող չթվա, որ մենք փակ տարածության մեջ ենք, այն ինչ որ դու տեղադրում ես համացանցում եւ կա արդեն սոցիալական հարթակներում, դա դառնում է հանրության սեփականությունը եւ մենք այդ իմաստով շատ տաղանդավոր նկարիչներ ունենք եւ ոչ միայն նկարիչներ։
Եվ այս առումով փորձի փոխանակումն էլ արդեն հրաշալի հեշտ կերպով է իրականացվում, երբ որ մենք տեսնում ենք շատ հեշտ կերպով արտասահմանի արվեստագետների աշխատանքները իրենք մերը, փորձի փոխանակումը էլ ավելի հասանելի կերպով է իրականացվում, որը միանշանակ դրական արդյունք է տալու։ Գիտեք, այստեղ հիշեցի, երբ որ ես երիտասարդ էի եւ որևէ ուսումնասիրություն պիտի անեի, իսկ ես արվեստաբան եմ, եւ որևէ հեղինակի մասին ինձ որևէ տեղեկատվություն էր պետք, ես կարդում էի 15-ից 20 գիրք մինիմում, որ գտնեի այն, ինչ որ ինձ պետք է։ Այսօր ժամանակները փոխվել են, այո, գործիքները այլ են, արհեստական բանականությունը մեր կյանքում արդեն ավելի մեծ տեղ է զբաղեցնում եւ մարդու ապրելը, արագ սովորելը, նոր ժամանակներին ադապտացվելը, նոր հնարավորությունները յուրացնելը ել ավելի դյուրին է, ել ավելի հեշտ է։ Շատ լավ, կուզեի նաև անդրադառնանք կրթահամալիրի առաջիկա ծրագրերին, ինչպիսին է լինելու հաջորդ տարին, արդեն պլանավորված է։ Իհարկե, մենք ամեն տարի արդեն ժամանակն է եկել, որ ամփոփենք 2025 թվականը եւ նախապատրաստվենք 26 թվականին։ Ինչպես արդեն ասացի, 26 թվականը մեր տունդարձի թվականն է։ Մենք վերադառնում ենք մեր հիմնական շենք։ Բնականաբար դա պիտի հենց այնպես չի անցնելու, ունենալու ենք ցուցահանդեսների շարք, մշակութային միջոցառումների շարք, որպիսի համայն հայությանը հայտարարենք, որ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի սաները վերջապես տուն են վերադարձել։ Կունենանք յուրահատուկ ցուցահանդեսներ եւ ձեզ էլ կհրավիրենք, կգաք, կնայեք, կտաք ձեր գնահատականը։ Շնորհակալ եմ, իսկ սաները որքան ժամանակ տրամադրեցին նախապատրաստվելու այս ցուցադրությանը Կոջոյանի։ Գիտեք, տարբեր աշակերտներ տարբեր ժամանակում են պատրաստվում, որովհետև դա արդեն նախ նրանց եւ ուսուցիչների փոխհարաբերություններից է, որքան են նրանք թեմայի մեջ, որքան են տպավորված, ընդ որում դա պարտադիր չի եղել, այսինքն Կոջոյանը կոջոյանցիների աչքերով թեման առաջարկվել է մեր սաներին եւ ցուցահանդեսին մասնակցելու են այն սովորողները, ովքեր դա անցկացրել են իրենց ներսում, ում համար թեման հետաքրքիր է եղել, որովհետև ստեղծագործող մարդուն դու չես կարող ասել, որ գիտես, բոլորդ այսինչ բանն եք անում, բոլորդ այնինչ բանն եք անում։ Նրանք ունեն ստեղծագործական ազատություն, ճաշակ, մտածողություն։ Ինչ վերաբերում է ինչ է մեզ սպասվում, արդեն ասացի, որ մենք տուն ենք գնալու, մեր սաների համար դա ամենակարևորն է։ Մեր սաները նման չեն Հայաստանի Հանրապետության որևէ դպրոցում սովորողներին։ Իրենք յուրահատուկ են, իրենք աշխարհն ընկալում են այլ կերպ, իրենք աշխարհն ընկալում են գույներով, իրենք ունեն մեծ ազատություն, իրենք ունեն իրենց կարծիքը, դիրքորոշումը, իրենց վերաբերմունքը։ Սա արվեստի դպրոց է, այստեղ այլ կերպ լինել չի կարող եւ սա է մեր ապրելու ձևը։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Երեմյան հետաքրքիր զրույցի համար, մեծ հույս ունեմ, որ ցուցադրության հետ կապված բոլոր պլանները թանգարան այցելելու մեծ հոսքի հետ կապված կիրականանա, հոսքը մեծ կլինի եւ ցուցադրությունը 10 օրից ավելի կտևի։ Ես էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել եւ էստոնական տրամադրությամբ եւս մեկ անգամ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ Հակոբ Կոջոյան եւ Արա Սարգսյան թանգարանում դեկտեմբերի 12-ին ժամը 15:00-ին կբացվի Կոջոյանը կոջոյանցիների աչքերով ցուցահանդեսը եւ դա մի լույս, մի նոր դուռ կբացի նաեւ Հակոբ Կոջոյան թանգարանի համար, որովհետեւ մենք հույս ունենք, որ 2026 թվականին թանգարանը կվերանորոգվի եւ Կոջոյանն ու Արա Սարգսյանը բոլորովին այլ լույսերի ներքո ներկայանան հայ արվեստասեր հասարակությանը։ Շնորհակալ եմ, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։